Բարի երեկո, ըստ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի առաջին և երկրորդ խմբերի հաշմանդամներն ու հաշմանդամ երեխաներն ըստ դեղատոմսերի ապահովում են դեղորայքով անվճար։ Իսկ երրորդ խմբի հաշմանդամները 50% զեղչով, եթե իհարկե չեն օգտվում ավելի արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքից։ Սա է օրենքի պահանջը։ Եվ այսօր մարդկային գործոնն անդրադառնալու է այս փաստին, որքանով է թղթի վրա արձանագրվածը կիրառվում իրականում եւ որքանով են այսօր դժգոհում կամ գոհ հաշմանդամները, որոնք ունեն դեղորայքների կարիք։ Բարի երեկո, եթերում է մարդկային գործոնը։ Թույլ տվեք միանգամից հրավիրել մեր այսօրվա առաջին հյուրին, մարդ, որը աշխատել է շատ երկար տարիներ եւ այսօր ունի առողջական խնդիրներ։ Ջանոյան Նատալիա, բարի երեկո։ Проходите։ Բարի երեկո, Նատալիա, շնորհակալություն, որ եկաք։ Մի փոքր պատմեք ձեր մասին, հա, երբ սկսվեց առողջական խնդիրը, ինչպես առաջ գնացիք, ինչպես գնացիք բժիշկների ուղղորդմամբ եւ ուր գնացիք։ Եվ ի վերջո ինչպես որոշվեց, թե որ կարգի հաշմանդամ։ 1998 թվին ես հիվանդացել եմ, արատ եմ ունեցել, գնացել եմ Միքայելյան հիվանդանոց, այդտեղ ինձ վերահատեցին եւ տենց ես դարա երկրորդ կարգի հաշմանդամ։ Դա ցանկով է, եթե սրտի հետ պրոբլեմ կա, ուրեմն երկրորդ կարգ ես ունենում։ Իսկ ով ձեզ ուղղորդեց այդ հաշմանդամության կարգը ստանալու համար։ Բժիշկը։ Այո, իմ պոլիկլինիկայի բժիշկը։ Եվ դրանից հետո դուք դեղերի հետ կապված խնդիրներ։ Դեղերի հետ կապված ես խնդիրը շատ շուտ եմ ունեցել, մի անգամ փորձել եմ ես հարցրել եմ կարելի է թե չէ։ Ուղղակի չեմ ստացել, ես դիմել եմ, բայց չեմ ստացել, որովհետև շատ երկար պատմություն է, գնում ես այդտեղ, ստորագրում ես։ Նկատի ունեք անվճար դեղորայք չեք ստացել։ Այո։ Ինչպես է պատմությունը, ուր եք գնում։ Գնում ես պոլիկլինիկա, բժիշկը քեզ տալիս է ինչ-որ բան թուղթ, գնում ես հետո ստորագրել ես տալի, ռեցեպտը տալիս են, ստորագրել ես տալի, մի 2-3 տեղ, հետո գնում ես այդտեղ ստանում ես։ Դա այն ժամանակ է եղել։ Հիմա ներկայացությամբ ինչ որ ասում են փոխվել է, բայց ես չեմ եղել, չեմ գնացել, չգիտեմ ներկայացությամբ։ Շնորհակալություն։ Նատալիա, ներկայացնենք մեր հյուրերին, որոնք արդեն տաղավարում են, Առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Մկրտչյան, բարի երեկո։ Քարոզ հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Օհանյան, բարի երեկո։ Այս կողմում բժիշկ նյարդաբան կլինիկական օրդինատոր Ժորա Բաղդասարյան, ողջույն։ Այսօր մենք քննարկում ենք մի ցավոտ հարց, որը շատ հաշմանդամների համար է խնդիր, ընդհանրապես անվճար դեղորայքը, որը գիտենք ինչքան մեծ անհրաժեշտություն է անապահով մարդկանց համար մասնավորապես։ Ինչպես է տեղի ունենում գործընթացը, Անահիտ, ինչ սկզբունքով է կազմվում դեղերի ցանկը, հա, ինչպես է որոշվում ում է տրվում այդ անվճարը, ում 50% զեղչը։ Ուրեմն նախապես ասեմ, որ անվճար եւ արտոնյալ պայմաններով հիվանդներին դեղերի հատկացումը իրականացում է կառավարության 17-17 որոշման, որտեղ հստակ առանձնացված է ցանկերով, թե հաշմանդամության որ խումբը սոցիալապես անապահով ինչ կարգով իրավունք ունի դեղ ստանալու։ Հստակ նշված է առաջին խումբը, երկրորդ խումբը, որոնք ստանում են անվճար, կա 50% զեղչով եւ 30% զեղչով դեղերի ապահովվածությունը։ Դեղերի ցանկը հաստատվում է Առողջապահության նախարարի հրամանով, հաստատվում է հիմնական դեղերի ցանկը, որի հիման վրա ամբուլատորիան պոլիկլինիկայի միջոցով դեղերի հատկացումը կատարվում է սոցիալապես անապահով հիվանդներին։ Ինչպես է որոշվում, որ այդ դեղերի ցանկը պետք է լինի, չէ՞ որ կան դրան լավ կամ վատ դեղերի ցանկի նախնական մշակումը դա կատարվում է ԱՀԿ-ի կողմից, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, այնտեղ կա մշակված ցանկ եւ յուրաքանչյուր երկիր, մոտավորապես 160 երկիր ներկայումս ընդգրկված են այդ կազմակերպության անվանացանկում, որոնք աշխատում են իրար հետ համատեղ եւ հիմք ընդունելով ԱՀԿ-ի արդեն հիմնական դեղերի ցանկի մշակված տարբերակը յուրաքանչյուր երկիր իրեն համար մշակում է իրեն ցանկը։ Այստեղ նախապատվությունը տրվում է առաջակարգ այն անվտանգությունը եւ ավելի մեծ հիվանդությունների խումբ ներկայացնող դեղերը, որոնք
ըստ հիվանդությունների ավելի շատ մեծ կիրառում, ավելի շատ պահանջարկ ունեն։ Ցանկը որոշվում է հիմնական գլխավոր մասնագետների անմիջապես մասնակցությամբ, ուղղորդումը տալիս են մասնագետները բուժման սխեմաներում ինչպիսի դեղեր են անհրաժեշտ եւ հիմնական ցանկի դեղերը որոշվում է արդեն հիմք ընդունելով այս բոլոր պարամետրերը։ Շնորհակալ եմ անչափ, այս բանը թույլ տվեք հրավիրել մեր հաջորդ հյուրին, թիվ 19 պոլիկլինիկայի բուժական գծով փոխտնօրեն Սուսաննա Նալչաջյանին։ Բարի երեկո Տիկին Սուսաննա, շնորհակալություն հրավերն ընդունելու համար եւ մենք քննարկում ենք այստեղ դեղորայքները, ցուցակը, ցանկը ինչպես է ուղղորդվում, ում է ինչ տրվում եւ ինչպես է որոշվում, հա, այդ ցանկի մեջ պետք է լինի թե ոչ։ Դեղորայքների ցուցակների գործընթացը սկսվում է ուրեմն պետական առողջապահական գործակալության եւ ընկերության միջև ուրեմն պայմանագրի կազմով, որի արդյունքում ուրեմն ընկերությանը տրամադրվում է ֆիքսված գումար տարեկան կտրվածքով։ Այդ ֆիքսված գումարը մենք համամասնորեն բաժանում ենք ամիսների մեջ, այնուհետև սկսվում է հաջորդ գործընթացը դա դեղերի ցանկի ձևավորումն է։ Դեղերի ցանկի ձևավորման ժամանակ հաշվի է առնվում նախորդ տարվա արդեն ֆիքսված թվերը դեղերի, հաշվի է առնվում թերապևտների, նեղմասնագետների մոտ դիսպանսեր հաշվառման մեջ գտնվող հիվանդների քանակի վախտորոշումը եւ բնականաբար հաշվի ենք առնում մասնագիտացված կենտրոնների մասնագետների կողմից տրված եզրակացությունը եւ այդ արդյունքում կազմվում է դեղերի ցանկը։ Դեղերի ցանկը կազմելիս իհարկե առաջնորդվում ենք հիմնական դեղերի ցանկով, որտեղ ներառված են բոլոր ախտաբանությունների համար անհրաժեշտ դեղորայք։ Հաջորդ գործընթացը դա արդեն ուրեմն գնումների օրենքի համաձայն մրցույթային կարգով ուրեմն մենք ներկայացնում ենք դեղերի ջեներիկ անվանումը եւ գրում ենք համարժեք բառերը եւ արդեն ներկայացնում ենք մրցույթի։ Մրցույթին մասնակցում են բազմաթիվ կազմակերպություններ եւ հաղթող է ճանաչվում ամենացածր գնային արժեք առաջարկող կազմակերպությունը։ Եթե ունենք միևնույն գնային արժեք առաջարկող կազմակերպություններ, մենք բնականաբար առավելությունը տալիս ենք մեր հայրենական արտադրության դեղերին։ Լավ, շնորհակալություն, այս պահին մի պահ ձեզ ընդհատեմ, Ժորա, անընդհատ առնչվում եք տարբեր հիվանդների հետ, վստահ եմ ուղղորդում եք, չէ, նաև փորձում եք հասկանալ, որն է այսօր համարվում որակյալ։ Կա վստահություն տեղական արտադրության դեղերի նկատմամբ։ Շատ լավ հարց տվեցիք, դեռ ուսանող տարիներից ինձ այդ հարցը շատ է հետաքրքրել։ Գոյություն ունեն դեղորայքի ազդող նյութ, որը ակտիվ նյութն է, եւ գոյություն ունի դեղորայքի անվանում։ Մեկ ազդող նյութով կարող են լինել տարբեր անվանումով դեղեր։ Եվ ըստ օրենքի, եթե ազդող նյութի քանակությունը նույնն է, ուրեմն պետք է լոգիկայով պետք է նույն ազդեցություն ունենան դեղերը, բայց փաստացի դա այդպես չէ, որովհետև տարբեր ֆիրմաներ տարբեր որակով են կարողանում արտադրել այդ դեղը, դա շատ ես այդ մասնագետը չեմ կոնկրետ, բայց կախված դեղորայքի մաքրությունից եւ այլն։ Դա տեխնոլոգիական խնդիրներ են։ Տարբեր ֆիրմաներ կարողանում են նույն ազդող նյութով դեղը արտադրել տարբեր որակի։ Բնականաբար այդ դեղերը տարբերվում են նաև ըստ իրենց թերապևտիկ ազդեցության։ Եվ շատ հաճախ մեծ բժիշկներից նույնպես դժվար է կողմնորոշվել այդ մեծ ցուցակի մեջ, թե որ դեղորայքն է ավելի էֆեկտիվ, որովհետև մի մարդու փորձը քիչ է, որպեսզի այդքան շատ անվանումներով դեղորայքի մեջ ինքը կողմնորոշվի, բայց դե ամեն դեպքում փորձում ենք կողմնորոշվել։ Ավելի ավագ մասնագետների հետ խորհրդակցելով, նաև մեր անձնական փորձը, գրականության մեջ գրված տվյալները, այդ ամեն ինչը համադրելով տարիների ընթացքում փորձում ենք կողմնորոշվել այդ բարդ խնդրի մեջ։ Եթե բնամթերքների հետ կապված քիչ թե շատ վստահություն կա, հաշվի առնելով, որ մենք
դեռևս քիչ թե շատ օրգանական պայմաններում ապրող երկիր ենք, ապա դեղորայքի նկատմամբ ցավոք սրտի չկա այդ վստահությունը, բայց մյուս կողմից տիկին Նատալյան ենթադրենք ունի այնպիսի դեղորայքի կարիք, որը որ չկա ցուցակում։ Եթե դեղը արկա չի ցուցակում, ապա առողջապահության նախարարի հրամանով կա հաստատված ցանկ, որտեղ նշվում է, որ եթե դեղը հիմնական դեղերի ցանկում արկա չէ, ապա պոլիկլինիկական ծառայության կողմից կազմվում է հանձնաժողովային խումբ, որի հիման վրա հանձնաժողովի միջոցով հատկացվում է դեղը հիվանդին, այսինքն այստեղ էլ խնդիր չի առաջանում։ Հիմա մենք բազմոցին նստած հանգիստ շատ սիրուն, շատ հստակ դուք ինձ գործընթացը ներկայացնում եք, բայց անգամ տարիներ առաջ տիկին Նատալյան ասաց, որ սա մեծ բազում գործողությունների արդյունք է եւ շատ հաճախ բազմաթիվ մարդիկ մանավանդ հաշմանդամության խնդիր ունեցող չեն կարողանում այդ գործընթացը անել, հա, հետևել։ Այս առումով տիկին Սուսանա, ինչպես է տեղի ունենում process-ը։ Մարդը ստանում է այդ ցանկը, հա, որ ունի իրավունք գնալու եւ դիմելու դեղատներ։ Արդյոք բոլորն են ընդունում։ Արդյոք տալիս են այդ դեղորայքներն անվճար։ Բնականաբար տալիս են անվճար դեղորայքը, անկախ այդ դեղորայքի արժեքից։ այո, անկախ արժեքից։ Եվ բնականաբար առաջնորդում ենք հիմնական դեղերի ցանկով, սակայն եթե տվյալ դեղը, որը անհրաժեշտ է հիվանդին, ընդգրկված չէ հիմնական դեղերի ցանկում, տնօրենի հրամանով մենք ունենք մշտական հանձնաժողով, որ ուսումնասիրում է տվյալ ենթադրենք դեպքը եւ հանձնաժողովի անդամների համատեղ որոշմամբ մենք հատկացվում է այդ դեղը։ Քանի որ հիմա մենք դեղերը ձեռք ենք բերում մրցույթային կարգով, տվյալ դեպքում ասենք մենք տվյալ դեղը նորից հայտարարում ենք մրցույթ եւ 15 օրվա ընթացքում հատկացվում է դեղը։ Տիկին Նատալիա, դուք ինչ որ խնդիրների առջև կանգնել եք պոլիկլինիկայի հետ կապված։ Չէ, ես խնդրի առաջ ես չեմ կանգնել, ուղղակի այդ ստորագրելը մի քանի տեղ ես գնում ստորագրելու։ Դա ինձ թվում է դժվարացնում է։ Ինձ կասեք կարգը ինչպես է։ Հիվանդը, որը ունի հաշմանդամության կարգ, ինչպես է ստանում իրեն հասանելիք դեղերը։ Հիվանդը, որը ունի հաշմանդամության կարգ, իրեն տեղամասային թերապևտի միջոցով դեղը դուրս է գրվում, այնուհետև դեղատոմսը կնքվում է եւ տնօրենի համապատասխան թերապևտի կողմից, այնուհետև կնքվում է տնօրենի կողմից եւ անմիջապես պոլիկլինիկայի ներսում հատկացվում է դեղը։ Հակառակ դեպքում, եթե պոլիկլինիկան չունի նման հնարավորություններ, ապա մոտակա դեղատան հետ, եթե ունի պայմանագիր, դեղի հատկացումը իրականացվում է նաեւ մոտակա դեղատան միջոցով։ Նատալիա, իսկ ինչ ստորագրության մասին եք խոսում։ Հենց այդ որ ինքը ասում է տեղակալը եւ երևակային պոլիկլինիկայի Ինչ է, դա հերթ է այնտեղ կանգնած։ Չէ, ուղղակի դա դժվարացնում է դրանով, որ պետք է գնաս, պետք է մոտենաս։ Մարդ իհարկե տեխնիկական բանն է դա։ Դա կարգ է, որը պետք է իրականացվի, որպեսզի հստակեցում լինի եւ դեղի եւ մասնագետի եւ ճիշտ մոտեցում լինի հիվանդին դեղի բացթողման համար։ Իսկ հիմնականում պոլիկլինիկաներում լինում են այդ Այո, դեղորայքները։ հիմնականում լինում են պոլիկլինիկաներում, իսկ այն պոլիկլինիկաները, որոնք հնարավորություն չունեն եւ իրենց մեջ դեղատուն կամ դեղը պահելու հնարավորություն, ապա տարածքային դեղատան միջոցով այդ հարցերը իրականացվում կարգավորվում են։ Սուրեն, համեցեք։ Նախ շնորհակալություն թեման բարձրացնելու համար։ Ինչ շատ դուր եկավ ձեր վերնագիրը անվճար դեղորայք, հարցական նշանը շատ դուրս եկավ։ Այո, մենք ունենք խնդիր։ Շատ ճիշտ ներկայացրեցին մեր հյուրերը, ամեն ինչ շատ հստակ է եւ վերցնելու բողոքել չի կարելի։ Թող ինձ նախարարության աշխատակիցը ասի, որ ես ճիշտ եմ ասում, գրեթե տարեկան 1 միլիարդ 500 միլիոն դրամից ավել կամ այդ սահմաններում գումար է հատկացվում անվճար դեղորայքի համար։ Բայց մենք իրականում ունենք խնդիր։ Ես որպես հասարակական կազմակերպություն պետք է ընդդիմանամ բոլորին եւ իմ շահառուների անունից ասեմ, որ այս խնդիրը կա։ Ես ինքս որպես հաշմանդամություն ունեցող անձ անձամբ այս խնդիրը չեմ առնչվել, որովհետև երբեք չեմ մտածել, որ գնամ անվճար դեղորայք փառք ասու դրա կարիքը չի եղել, բայց կան մարդիկ, ովքեր ունեն այդ դժվարությունը։ Ես փորձեմ թվարկել, հա, շատ կարճ։ Առաջինը իրազեկ չեն, թե իրանք որտեղից եւ ինչպես պիտի ստանան այդ դեղերը։ Պոլիկլինիկաները, միգուցե ոչ բոլորը, բայց մենք կարող ենք ճշտել։ Չեն տալիս հստակ ինֆորմացիա, թե ինչպես են ստանում դեղերը։ Այստեղ հետաքրքիր բաներ ասեցին եւ իրականում դա տենց է։ Կազմել հանձնաժողով, գնել մի դեղ, որը չկա այդ ցանկում, բայց այդպես
ես գրեթե համոզված եմ, որ չի լինում, որտեղ այս պահին ես ունեմ, կարող եմ անունել ասեմ, Հասմիկ Կարապետյան բնակվում է Նորքի առաջի զանգվածում, ունի տեղերի խնդիր, որը չկա այդ ցանկում։ Ես փորձել եմ մի քանի տեղից իմանալ, հա, ինչպես կարելի է դա ձեռք բերել, որևէ մեկը Չի տալիս տեղեկատվություն։ Իհարկե ես հեռախոսի մյուս սայրին չեմ երևում, ով եմ ես եւ ինձ դիտում են որ պեշավորը ասում են չկա եւ վերջ։ Բայց կա կարգ, բոլորս լսեցինք, չէ՞ որ կազմել հանձնաժողով եւ Իսկ որտեղից կարող է Թոշակարոն Շահարուն իմանալ, թե որտեղից կա այդ կարգը։ Պոլիկլինիկայից կարծում եմ։ Չեն տալիս, հա, համապատասխան տեղեկատվություն։ Ես օրինակ մտածում եմ, միգուցե, չգիտեմ, այդպեսի որոշում կա թե չկա, որ պոլիկլինիկաների ամենամատչելի վայրերում պիտի փակցրած լինի եւ անվճար դեղորայքների ցանկը եւ այն ինչ որ մենք լսեցինք հիմա, ինչպես ստանալ այն ինչ որ չկա այդ ցանկում։ Ասեմ մեկ ուրիշ օրինակ, դա երևի անցած տարվա կամ նախանցած տարվա պատմություն է, բայց հենց թեմային է վերաբերվում։ Ինձ դիմեց շաքարային դիաբետով հիվանդ մի շահառու, ասեց, որ ինսուլին չկա պոլիկլինիկայում, չեն տալիս։ 1, 2, 3 ես ասեցի, խնդրում եմ, երբ ձեզ կմերժեն, ասեք թող տան այն ամսաթիվը, երբ վերջին անգամ ստացել են ինսուլին։ Ինքը եկավ հաջորդ օրը ինսուլինը ձեռքին։ Երբ թուղթը պահանջել էր, ասել են արդեն ստացանք։ Երեք չկար, այսօր կա։ Նման բաներ կա։ Մենք Այսինքն կարծում եք պատճառն ինչն է, որ ասել են չկա, ուղղակի դա Ես չգիտեմ, ես չեմ կարող այդպիսի գուշակություններ անել, բայց այստեղ լուրջ խնդիր կա։ Այս խնդիրը պիտի լուծվի։ Շատ լավ կլիներ, որ հաշմանդամություն ունեցող անձը չունենար դրա կարիքը, բայց ցավոք սրտի դա կա։ Ամենալավ դեղորայքը իմ կարծիքով դա աշխատանք թե որ մարդ պիտի ունենա եւ չգնա պետությանը խնդրի դե ինձ գլխացավի կամ ճնշման դեղ տուր։ Անշուշտ ճիշտ է։ Բայց խնդիրը կա։ Բայց խնդիրը կա, մանավանդ մենք այսօր քննարկում ենք մասնավորապես հաշմանդամության խնդիր ունեցող մարդկանց եւ մարդկանց, ովքեր իրավացիորեն պետք է ունենան անվճար դեղորայք։ Անվճար դեղորայք հարցականը հրաշալի կերպով նկատեց մեր այսօրվա հյուրերից հարգարժան պարոն Սուրենը։ Ես ուզում եմ մի այսպիսի հարց տալ երկուսի Տիկին Անայի, Տիկին Սուսանը։ Խոսում են գործընթացի մասին եւ նշում է, հա, Սուրենը, որ այո, թղթի վրա ամեն ինչ թվում է իդեալականին մոտ է, այն քիչ տեղերից է, որ ամեն ինչ մտածվում է, արվում է եւ ասվում է, բայց չկա իրազեկում եւ իրականում ովքեր են վերահսկողները, արդյոք այդ գործընթացը արվում է, պահպանվում է եւ արդյոք տրամադրվում են այն անվճար դեղորայքները, որոնց կարիքն ունեն դիմողները։ Մեզ մոտ նման խնդիրներ չեն եղել երբեք։ Եթե հիվանդին անհրաժեշտ է եղել հիմնական դեղերի ցանկից դուրս դեղորայք, մենք ունենք հանձնաժողով, ես չեմ ուզում կրկնվել, հանձնաժողովային կարգով հիվանդին հատկացվում է անհրաժեշտ դեղորայքը։ Իսկ տեղեկատվության համար յուրաքանչյուր պոլիկլինիկայում մենք ունենք նախարարի հրահանգը, մենք ունենք եւ անվճար դեղերի ցանկը։ Երևացող տեղերում, պոլիկլինիկաներում պարտադիր դա պետք է փակցված լինի։ Այնուհետև մեծ աշխատանք պետք է տանեն տեղամասային թերապևտները եւ տեղամասային բուժքույրերը, որպեսզի տեղեկատվությունը հասցնեն ազգաբնակչությանը։ Եթե ազգաբնակչությունը տեղյակ չէ իր իրավունքների, ասենք հաշմանդամները տեղյակ չեն իրենց իրավունքների մասին։ Ցավոք սրտի շատերը չգիտեն, որ կան այո նման հստակեցված օրենքներ եւ մեղադրել նրանց անիրազեկության մեջ մեր կողմից էլ ճիշտ չի եւ այդ է պատճառը փորձում ենք հասկանալ պատճառահետևանքային կապը։ Անահիտ, ինչպես է վերահսկվում, արդյոք այդ դեղը հասնում է հասցեատիրոջը, թե ոչ։ Գուցե հարցս կոռեկտ չէ, ներողությունը խնդրում։ Վերահսկողությունը դա պոլիկլինիկան իր միջոցների հաշվին է ձեռք բերում, անմիջապես հատկացնում հիվանդներին։ Այստեղ առողջապահության նախարարությունը ընդհանրապես ֆինանսական մասն է։ Իսկ վերահսկողությունը, երբ որ արդեն հիվանդների բողոքները, ահազանգերը ավելի շատանում են առողջապահության նախարարություն, պարբերաբար ուղղակի այցեր, ստուգայցեր է իրականացվում համապատասխան պոլիկլինիկաներում հիվանդների հետ, նույնիսկ հեռախոսա եղել են դեպքեր, երբ որ անմիջապես հիվանդների հետ, հենց անմիջապես պոլիկլինիկաներից հեռախոսազրույցների միջոցով պարզել ենք արդյոք ինքը դեղը ստացել է կամ չի ստացել, նման աշխատանքները, ստուգայցները իրականացում նման խնդիրները կարգավորելու համար։ Արդյոք բոլոր պոլիկլինիկաները նույն օրն են ստանում այդ դեղորայքը կամ դա պոլիկլինիկաները իրենց միջոցների հաշվին են ձեռք բերնում, արդեն դա առողջապահության նախարարությունը չի տեղեկացվում
այդ գործընթացի հետ կապված։ Այսինքն կարող է ինչ-որ մի հաշվառված հիվանդ մի քիչ ուշ ստանալ իր յուրաքանչյուր պոլիկլինիկա ինքն է իր միջոցների հաշվին, ինքը հայտարարում, մրցույթը հայտարարում եւ մրցույթի հիման վրա դեղերի ձեռքբերումը իրականացնում։ Իսկ առողջապահության նախարարության կողմից միայն հատկացվում են կենտրոնացված կարգով գնվող դեղերը, որոնք արդեն կան դեղեր հակադիաբետիկ դեղերի հատկացումը, կոնկրետ ինսուլինային սրվակների հատկացումը իրականացվում է յուրաքանչյուր ամիս, իսկ մնացած մյուս դեպքերում արդեն երամսյակային կտրվածքով է իրականացվում, որը մենք պարբերաբար ստուգում ենք եւ հաշվետվությունների դեպքում եւ ամբողջ ինֆորմացիան առողջապահության նախարարությունը տիրապետում է։ Սուրեն, ամբողջ ինֆորմացիան, որը որ տիրապետում է առողջապահության նախարարությունը, արդյոք հասանելի է դառնում թեկուզ հասարակական կազմակերպությունների։ Գիտեք, ցանկության դեպքում մենք կարող ենք նախարարությունից ստանալ համապատասխան ինֆորմացիա, տեղեկատվություն, թե ինչ է կատարում։ Մենք օրինակ սերտորեն աշխատում ենք եւ սոցիալական ապահովության նախարարության եւ առողջապահության հետ, բայց այն ինչ որ ես նոր հնչեցրեցի այստեղ, դա իրականում կա։ Խոսքս չի վերաբերվում բոլոր պոլիկլինիկաներին կամ բուժ հաստատություններին։ Կան հաստատություններ, որոնք իրականում ունեն փակցրած։ Ես ասում եմ ընդհանուր առմամբ դժգոհություն կա, փորձենք կա հետազոտություն, որտեղ հստակ ասում են, որ 50%-ը տեղյակ չէ իր իրավունքներից։ Դա միանշանակ այդպես է։ Կա որ 26%-ը դիմել է եւ մերժվել է։ Ասում են վերջացել է, ասենք համապատասխան տեղը, sense բաներ կա։ Այսա ո՞նց է հաշվարկում, որ բա որ վերջանա։ Հա, վերջացել է, եկան ստացան, ավարտվեց այդ դեղեր չկա, պիտի սպասես մինչև գնումները կատարեն, բայց խոսքը գնում է դեղորայքի մասին, որ այս պահին դա պետք է այդ մարդուն։ Օրինակ վերջերս ես մի օրինակ բերեմ, ինքը դեղորայք չի, բայց նման խնդիր է, հա։ Այս տարի մենք լուրջ սայլակների խնդիր ունենք, հա, որը պետությունը ներկրում է եւ անվճար բաժանում է հաշմանդամներին նրանք, ովքեր ունեն դրա կարիքը։ Սայլակ չկար, ուղղակի ուշացել էր։ Ահա զանգում են, սայլակը կոտրվել է, ունենք դրա կարիք։ Ոնց ենք լուծում։ Ասում ենք սպասի տանը, մինչեւ մենք 4 ամիս հետո կներմուծենք։ Սա դեղ չի, բայց շատ անհրաժեշտ բան է։ Նույնը կարելի ասել դեղորայքի մասին, որը միգուցե ավելի վտանգավոր է նրա ուշացնելը։ Այս խնդիրը կա իրականում։ Միգուցե պետք է լավ համակարգել նաև հասարակական կազմակերպությունների հետ, որքան են բողոքները, որքան մարդ դիմեց եւ մերժվեց։ Չգիտեմ, այստեղ պետք է համատեղ աշխատել եւ փորձել մի նոր մակարդակի վրա բերել այս խնդիրը, որպեսզի չլինեն դժգոհություններ։ Առողջապահության նախարարությունը նաև ստանում է մարդասիրական օգնությամբ դեղեր եւ բժշկական նշանակության ապրանքներ։ Մենք պարբերաբար սայլակներ ստանում ենք եւ որ քաղաքացին, որ դիմում է, երբեք չի եղել, որ քաղաքացին մերժված պատասխանով հետ գնա։ Բոլոր քաղաքացիներին, ովքեր սայլակի կարիք ունեն, առողջապահության նախարարությունը հնարավորության սահմաններում աջակցում է։ Շատ շնորհակալություն։ Նման սայլակներ կա, սայլակի ցանկացած քաղաքացի կարող է դիմել։ Ներկրում են նաև հասարակական կազմակերպությունները։ Խոսքը դրա մասին չէ։ Պետությունը տալիս է անվճար եւ մարդը 3 տարին մեկ պիտի ստանա, գնում է սայլակ չկա։ Հիմա պետք է տեղեկատվություն, բա որտեղից ստանամ, առողջապահությունից ես նոր լսեցի, որ դուք եք նման սայլակ ներկրում։ Միջալյուց մենք ունեցել ենք նաև եթեր ԴՑՊ մանկական ուղեղային կաթվածով հիվանդ երեխաների մասին, որոնք այո ունեին սայլակների խնդիրներ եւ ոչ միայն սայլակի, քայլակների։ Առողջապահության նախարարություն ուղղակի իրենք չեն դիմել։ Դիմել են շատ տարբեր ինստանցիաներին, նաև առողջապահության նախարարությանը, բայց կամ չգիտեն ինչպես դիմել, կամ երբեմն չեն հասնում բուն հասցեատիրոջը։ Ուղղակի նախարարի անունով անհրաժեշտ է դիմում գրել, ներկայացնել համապատասխան փաստաթղթերը 1 օրվա ընթացքում դիմումին արդեն Սա սայլակի պահով կայքում կա դրա մասին տեղեկատվություն։ Կայքում կա ուղղակի մարդասիրական օգնության դեղերի մասին, բայց կոնկրետ սայլակի մասին անհատական այդպես չկա։ Իսկ անայտներից եք մարդասիրական օգնության դեղերի ցանկ հստակ կա նշված։ Հստակ դա ցանկ չկա, որովհետև յուրաքանչյուր օր եւ ավելացում է լինում եւ բաշխում է լինում, հստակ ցանկ լինել չի կարող։ Բայց ամենօրյա ցանկ կա գոնե։ Ամենօրյա ցանկ այո, ինչ կարող ենք վերցնել։ Ժորա, հետաքրքիր է, երբ որ հիվանդին ուսումնասիրելուց հետո արդեն պետք է տաք նրան դեղատոմս կամ ուղեգիր, ինչպես է արվում, դուք հաշվի առնում եք նրա սոցիալական վիճակը, կարգավիճակը կամ հաշվանդամության կարգը, որպեսզի ենթադրենք տաք նրան թանկ դեղերի ցանկ կամ այնպիսի դեղերի, որոնք որ կան այս անվճարների ցուցակում։ Հաշվի առնում եք դա։ Իրականում մենք շատ հանգիստ հարթ զրուցում ենք իրար հետ, բայց խնդիրը ես վստահ եմ, այդքան հարթ չի,
հենց մենակ էս հաղորդման եթեր դուրս գալը ցույց է տալիս, որ խնդիր կա գոյություն ունի։ Եվ եթե փորձենք լղոզենք, հարթացնենք, ասենք, որ ամեն ինչ նորմալ է, իմ կարծիքով դա ճիշտ տակտիկա չի։ Ճիշտ կլինի երևի, որ խնդիրները վեր հանենք, որպեսզի դրանք ինչ-որ կերպ լուծում ստանան։ Ես ասեմ ինչն է առաջնային խնդիրներից, կան շատ ուղղակի չեմ ուզում անուններ տալ, որովհետև սովորական քաղաքացիներ են, ովքեր կարող է ժամերով հերթ կանգնեն կամ դիմեն այս կամ այն դեղատանը եւ չստանան բավարար պահանջ, հա, բավարարումը իրենց պահանջին, իրավական պահանջին։ Եվ գուցե մենք կարող ենք հիմա սա բարձել, չգիտեմ, անխիղճ աշխատողի վրա կամ համապատասխան իրազեկ չեն։ Այս գործընթացը ինչպես է տեղի ունենում։ Մարդիկ դիմել է ինսուլինի համար, ասել են վերջացել է։ Հենց մի քիչ սպառնալիք է զգացել, անմիջապես տվել է։ Դուք նկատի ունեք մարդկային վերաբերմունքը, չէ՞։ Ինքը նույնպես էստեղ շատ կարևոր գործոն է սպասարկման մեջ, հա, ում հանդիպեցիր դու, ով քեզ սպասարկեց եւ ինչ տրամադրությամբ։ Սա շատ կարևոր բան է։ Միգուցե ինքը այդ բան տրամադրություն չուներ եւ ասեց, որ չկա այդտեղ, որովհետեւ հավես չուներ քեզ սպասարկել։ Սա արդեն իր բացասական հետևանքը թողնում է այդ շահառուի վրա, ով պիտի ստանար այդ դեղը։ Ուզում եմ ասեմ, որ ինքը շատ կարևոր պահ է, այն մարդու համար, որ ունի դրա կարիքը եւ հենց այնպես որևէ մեկը չի գնաս ինձ տվեք անվճար դեղորայք կամ որևէ բան։ Ընդհանրապես այն ինչ որ անվճար է, մի քիչ դժվար է տրվում մեր երկրում, միգուցե կգա ժամանակը, որ ամեն ինչ կընկնի իր տեղը, բայց այդ խնդիրը իրականում այսօր կա, դա ոչ թե Երևանում, այլ ընդհանրապես Հայաստանում այդ խնդիրը գոյություն ունի։ Շատերը ուղղակի իրազեկ չեն, թե ինչպես պետք է ստանալ սայլակը, դեղորայքը, չգիտեմ, քայլակը եւ այլն եւ այլն։ Կամ որ կան ծառայություններ, որ դրանք մատուցում։ Տեղեկացնելն է, հա, ովքեր դնում են։ Հիմա մենք չենք կարող բոլորին ասել, եկեք քեզ ասեմ ինչ կա։ Մեր հիմնախնդիրներից մեկն էլ այս հաղորդման առաջին հերթին իրազեկումն է։ Իրազեկել, որ կա եւ խնդիրը եւ կան լուծումները, որոնք ահա ասում են, որ կա հստակ կարգված օրենք։ Մարդկային գործոնն է եթերում, քննարկում ենք հրատապ ու կարևոր հարց, ինչպես որ բոլոր հարցերն են հրատապ եւ կարևոր մեր հանրապետությունում, դեղորայքների անվճար լինելու հարցը եւ կա շատ մարդիկ, ովքեր որ դիմում են պոլիկլինիկա, հաճախ մեկ օր ուշանալու պարագային, երկրորդ կամ երրորդ օրը գնալու արդյունքում լսում են այսպիսի պատասխան. «Օй, վերջացավ»։ Մենք իհարկե մոտավորապես նման պատմություն լսեցինք ինսուլինի հետ կապված։ Ես ուզում եմ հասկանալ, ովքեր են ստուգում, վերահսկում կամ ինչպես է հասկացվում այդ հիվանդների քանակը, անվճար դեղորայքային ցանկից օգտվողների քանակը եւ այդ դեղորայքային ցանկը, որքանով է մեկը մյուսին համապատասխանում, հա, քանակը հենց։ Կոնկրետ հակադիաբետիկ պրեպարատների դեղերի հետ կապված ասեմ, որ նախորդ տարիներին նաև ինսուլինային սրվակների բաշխումը իրականացվել է եռամսյակային կտրվածքով եւ հսկողությունը մի քիչ ավելի սահմանափակել։ Իսկ ներկայումս, քանի որ մենք ամսական կտրվածքով ենք իրականացնում, ապա նախապես ճշտում ենք հաշվառված հիվանդների թիվը, որտեղ երբեմն լինում են հիվանդներ են ավելանում, եռամսյակի ընթացքում հիվանդներ են պակասում։ Եռամսյակը մեկ եք բարձում։ Չէ, մենք հատկացումը իրականացում է ամսական կտրվածքով ինսուլինային սրվակների։ Նախապես հիվանդների թիվն է ճշտվում, ավելացած հիվանդների թիվը, մնացորդը, որովհետև երբեմն լինում են, որ հիվանդները բացակայում են քաղաքից կամ ինչ պատճառներով չեն ստանում իրենց ինսուլինային սրվակները, ապա այդ ամբողջ հարցումները իրականացնելուց հետո նախարարության կողմից հատկացվում է։ Սակայն երբեմն լինում են դեպքեր, որտեղ ոչ մի բան 100%-անոց չի։ 1-2 օրվա ասենք խախտումներ լինում է, բայց ցանկացած հիվանդ, երբ որ դիմում է առողջապահության նախարարության կողմից մենք աշխատում ենք, որպեսզի եթե մեկ այլ պոլիկլինիկայում մենք ունենք նաև էնդոկրին դիսպանսեր, եթե ինսուլինի արկա մնացորդ կա, ապա 1 օրվա ընթացքում հիվանդին ապահովել։ Այսինքն այն հիվանդը, որը դիմում է առողջապահության նախարարություն, եթե պոլիկլինիկայի կողմից մերժում է ստացել, ինքը առանց դեղի տուն չի վերադառնում։ Շնորհակալություն, ես շատ հաճելի է լսել այս ինֆորմացիան, ասեք Սուրեն, իհարկե։ Առաջին երկրորդ կարգի հաշմանդամները անվճար նաև բուժօգնության իրավունք ունեն, ճիշտ է։ Այո։ Ասացեք, խնդրեմ, երբ առաջին կարգի հաշմանդամը գնում է հիվանդանոց եւ պիտի ստացիոնար բուժում ստանա, նա պարկում է անվճար պալատում, թե վճարովի։ Բնականաբար անվճար պալատում, որտեղ իր ամբողջ ծախսերը իրականացվում է պետպատվերի սահմաններում։ Շատ լավ։ Իսկ եթե չկա անվճար պալատ, եթե պետպատվեր իրականացնում է հիվանդանոցը, ապա նա ունի բոլոր այդ պայմանները։
Իսկ եթե նման խնդիր դուք առնչվել եք նման խնդրի Շատ են հետ, լինում։ դա կարող եք ներկայացնել նախարարություն եւ բացի դրանից առողջապահության նախարարությունում գործում է թեժգիր ծառայությունը, որը գործում է 24 ժամ եւ լինում են դեպքեր, եթե երեկոյան էլ ուշ ժամերին, եթե հիվանդը դիմում է բուժ հաստատություն հաշմանդամը խնդիր է ունենում հիվանդի հետ կապված, ապա թեժգիր ծառայության միջոցով անմիջապես հարցը կարգավորվում է։ Շնորհակալություն Տիկին Սուսանա, հաճախ մեղադրական ենք լսում բժիշկների հասցեին, խոսքը չի գնում խղճով մարդկանց մասին, որ ասում են, ենթադրենք, երբ որ գիտեն, որ անվճար ծառայություն պետք է մատուցեն, չեն ուզում ավելորդ անգամ նեղություն տալ իրենց։ Այս հարցը ինչպես է եւ դուք մասնավորապես, որ աշխատում եք պոլիկլինիկայում։ Շատ կարևոր հարց է ու ճիշտ հարց է, մեզ մոտ աշխատանքներ են տարվում տնօրենի հանձնարարությամբ, որպեսզի բժիշկները շատ ավելի ուշադիր, շատ ավելի բարեհամբույր վերաբերմունք ցույց տան հիվանդների նկատմամբ, ամենօրյա աշխատանք է կատարվում այդ ուղղությամբ։ Եթե հանկարծ ինչ-որ հիվանդ բժշկի վերաբերմունքից դժգոհում է, անմիջապես համապատասխան միջոցառումներ են կատարվում, քննարկում ամբողջ անձնակազմով բժշկական եւ տվյալ բժիշկը ստանում է համապատասխան իր վարչական տուրը։ Շնորհակալություն, ես առիթ է եղել, որ տեսել եմ ամերիկյան բուժհաստատությունում ինչպես են բժիշկներն աշխատում, նրանցից որևէ մեկը չգիտի դու անվճար ես թե վճարովի։ Նա քեզ 100%-անոց ծառայությունը մատուցում է, որից հետո թղթաբանականի համար դու արդեն կվազվզես, այնտեղ կստորագրես ինչ կանես, դա բոլորովին նրանց չի վերաբերում։ Ասեք Ժորը։ Առիթ եղել է երբևէ որ ծանոթանաք ամերիկայում բժիշկները ինչքան են աշխատավարձ ստանում։ Հարցը շատ տեղին էր եւ ես դրա համար եմ տալիս նաեւ այս հարցը, որքանով է բժիշկը պատրաստ անվճար ծառայություն մատուցելու, երբ որ ստանում է շատ սահմանափակ գումար եւ հետեւաբար չի կարող ամսա կտրվածքով, ասենք, օրվա կտրվածքով ընդունել 50 հիվանդի։ Ներողություն եմ խնդրում, դա խնդիրներից մեկն է։ Միակ խնդիրը չի բժիշկների ցածր վարձատրությունը։ Ես ստուդիայում նստած տպավորություն ստացա, որ եթե այդ չար բժիշկները ձեր դեղը չտան, դիմեք նախարարին, նախարարություն, մենք ձեր դեղերը կտանք։ Կամ եթե ինչ-որ բան նորմալ չի, բողոքեք կարգավորվի։ Կամ եթե ինչ-որ բան նորմալ չի, թեժ գիծ կա, թեժ գծով խնդիրը կկարգավորվի, կարծում եմ դա Սա իդեալական տարբերակն է, բայց հաստատ այդպես չի լինում մշտապես։ Խնդիրները շատ ավելի խորքային են, կարծում եմ, եւ հասկանում ենք մեր պետությունը շատ հարուստ պետություն չի եւ բնականաբար բոլոր խնդիրները չի որ կարողանում է իր վրա վերցնել հաշմանդամների կամ ընդհանրապես հիվանդների, բայց եղած միջոցները ճիշտ կառավարել, եղած միջոցները հասցնել ճիշտ իր նպատակակետին, այդ հարցով կարծում եմ շատ մեծ խնդիրներ ունենք։ Բոլորս նախարարությունը երևի ամենաառաջինը։ Ժորա, երբ հիվանդը պրետենզիա ունի, առաջին հերթին ում է դիմում։ Բժշկին։ Հիվանդի ցավոք թե նախարարության, թե լրատվամիջոցների քաղաքականությունը, ես չգիտեմ դա պայմանավորված քաղաքականությունա թե սպոնտան այդպես ստացվում, ցավոք միշտ դժգոհության թիրախ հիմնականում բժիշկներն են դառնում, շատ դեպքերում բժիշկը այդ իրավասությունները չունի, ինքը իր ձեռքերը ազատ չեն, ասենք դեղորայքի նշանակման եւ շատ հարցերով բժիշկի ձեռքերը ազատ չեն, բայց թիրախ բժիշկն է դառնում, այսպես ասած խավության նոխաձ են սարքում բժիշկին, որը Քավլիցի այսօր որևէ նման խնդիր կամ նպատակ դրված չի եւ առհասարակ դրված չի ու խղճով բժիշկներին ինձ թվում է աստվածացնում են բոլորը փոքր քաղաք է բոլորը գիտեն ով ինչ բժիշկ է Հավատացեք վերաբերմունքը շատ փոխվել է վերաբերմունքը փոխվել է որովհետեւ պետությունը դնում է խնդիր ասում է բժիշկը պարտավոր է անվճար ծառայություն մատուցել ենթադրենք հա եւ հիվանդը գալիս է այդ նկատառումից ելնելով եւ գալիս է ու բախվում է մի փաստի որ այդ բժիշկը ֆիզիկապես էլի վիճակի չի ենթադրենք Միանգամայն համաձայն եմ Հարգելի Նազենի, երբ հաշմանդամ անձը գնում է անվճար բուժօգնություն կամ ինչ-որ բան ստանալու, իրան այդ բան չի հետաքրքրում, թե ինչքան է ստանում բժիշկը։ Ուղղակի դու պարտավոր ես այդ ծառայությունը մատուցել, հետո ինչպես դուք ասեցիք, արդեն համապատասխան տեղերում պետպատվեր կլինի դա, թե որևէ մեկը գա կվճարի, դա այլ խնդիր է։ Ուղղակի մենք պարտավոր ենք մարդուն, ով ունի դրա կարիքը առողջության հնարավորության սահմաններում ապահովում։ Շնորհակալություն Նատալիա, երկրորդ կարգի հաշմանդամ եք, որտեղ սրտի միտրալ փականը փոխված է, կարծեմ։ Հաճախ եք դիմում բժշկի։
Գնում եք, վերահսկվում եք, ստուգում Այո, եք։ ես Միքայելյանն եմ գնում, իմ անձնական բժշկի մոտ։ Ծառայությունը Պոլիկլինիկա ես այդ հարցով չեմ գնում, որտեղ ինձ թվում է ինքը որ ինձ վերահատել է, նա ինձ կարող ամեն ինչ իմանա, ինչ ձև է անում։ Բայց ասենք թե էխո բանը դա ես անում եմ գնում։ եւ ծառայությունը ստանում եք Այո։ լիարժեք անվճար։ Չի։ Վճարում եք դրանից։ Վճարով է։ Իսկ եթե գնայիք պոլիկլինիկայով, հաստատ արդեն ձեզ պետք է Այո, պոլիկլինիկայով կան այդտեղ կարդիոգրամա բաները կան, որը որ անվճար։ Ես օգտվում եմ այս տարի, ես օգտվել եմ դրանով։ Օգտվել եք։ Լավ, եթե ենթադրենք հիվանդը ունի այդ հնարավորությունները ու չի օգտվում, դեղերի անվճար հնարավորություն ունի, չի օգտվում, այդ մնացած դեղերը, դեղորայքները կամ գումարը ենթադրենք, ինչպես է բաշխվում։ Արդյոք առանձնացվում է, որ եղել է նախատեսված, բայց չեն օգտագործել։ Գիտեք, ինչ այդ չօգտվող հիվանդները շատ քիչ են։ Հիմնականում, այո, հիմնականում օգտվում են հիվանդները։ Եվ պատկերացրեք, որ մնացորդային դեղորայք համարյա Չի տալիս։ Շնորհակալություն։ Այսօր խոսում ենք դեղորայքներից անվճար, բայց իրականում խոսքը եւ հարցը, ինչպես նշում են իմ հյուրերը, շատ ավելի խորքային է եւ ոչ բժիշկ, ոչ պետական մարմին կոնֆլիկտի կապի մասին չէ խոսքը։ Պարոն Օհանյան, ձեզ դիմում են բազում հիվանդներ, ես գիտեմ նաեւ սովորական քաղաքացիներ, որոնք ունեն հիվանդության խնդիր։ Հիմնական խնդիրը ի՞նչն է, որ նրանց դրդում է ձեզ դիմելու եւ ինչպիսի լուծումներ է կարողանում առաջարկել։ Հիմնական խնդիրը ակնկալվող տեղերից պատասխան չստանալն է, հա։ Դա կլինի պոլիկլինիկա, կլինի հիվանդանոց։ Ես չեմ ուզում sense միանշանակ մենք քննադատենք բոլոր օղակներին, նաև հենց շահառուների մեջ խնդիր կա, որ իրանք այդքան չեն խորանում, թե եւ հասցեատիրոջը չեն դիմում եւ բնականաբար ստանում են ոչ իրենց ցանկացած պատասխանը։ Նախ պետք է իմանալ ումից ինչ պահանջել։ Սա ամենակարևորն է։ Գնալ պոլիկլինիկա եւ համապատասխան քո բժշկից կամ չգիտեմ ղեկավար մարմիններից ստանալ քեզ անհրաժեշտ ինֆորմացիան։ Սա ամենակարևորն է։ Նոր, եթե դու չես բավարարվի եւ կտենաս խնդիրներ են ցակում, հասարակական կազմակերպության խնդիրը հենց դա է, հա, օգնել իրավաբանորեն իրավունքի տեսակետից, շահերի պաշտպանության տեսակետից։ Մեր գործը դա է, մենք փորձում ենք հնարավորինս անել, նաեւ այն ամեն ինչին զուգահեռ ինչը որ սովորաբար անում ենք, հա, մարդկանց վերադարձնել կյանք, ինտեգրել, մասնագիտություն ստորացնել, վերջի աշխատանք գտնել նրա համար, բայց ցավոք սրտի դեղորայքի եւ անվճար բուժ սպասարկման կարիքը կա, քանի որ մեր հաշմանդամ անձինք եւ ընդհանրապես ապահովված չեն եւ պետությունն էլ չի կարող անել այն ինչ որ մենք ենք ուզում։ Հետևաբար կամ պետք է մի քիչ ավելի իրազեկ լինել, փորձել ստանալ քեզ անհրաժեշտ ինֆորմացիան մեզանից կամ հաստատություններից բուժական եւ հետո գնալ ըստ նախատեսվող ճանապարհի առանց դժգոհելու։ Պարոն Օհանյան, քանի տարի է գործում Փարոս ՀԿ-ն։ 13 տարի։ 13 տարվա մեջ աճ կա իրազեկման, ինքնագիտակցության, իրավունքների պահանջի կամ պաշտպանության։ Ես երբեմն sense փորձում եմ թերթել մեր անցած ճանապարհը, բավականին շատ մարդկանց իրազեկել են, բայց երբեմն այնպիսի տեղերում ենք անիրազեկ մարդիկ տեսնում, որ զարմանում ենք, որ ամեն ինչ պետք է սկսես զրոյից։ Կա իհարկե աճ կա, մենք աշխատում ենք եւ հասարակության հետ եւ տարբեր օղակներում եւ դպրոցներում եւ այլն եւ այլն եւ այլն։ Այս պայն նաեւ ուսումնական հաստատություններում, քոլեջներում, ուսումնարաններում Աճ կա, իհարկե, շատ աճ կա, բայց դեռ այնքան անելիքները շատ են, որ բավարարված երբեք չես կարող լինել։ Ես անչափ շնորհակալ եմ բոլորիդ այսօր ներկայության համար, ձեզ Տիկին Անայ, ձեզ Տիկին Սուսաննա Ժորա։ Սա շատ բարդ բան է պատասխանել հարցերին, որոնք գրված են ըստ էության թղթի վրա, եւ փորձել հասկանալ ինչպես դրանք բերել իրական դաշտ, այս բանավոր կերպով սա հնչում է իդեալական, բայց մարդկային գործոնն է, որը ստիպում է յուրաքանչյուրիս ավելի ուշադիր եւ հետեւողական լինել։ Ասում եմ, որ առողջությունը երկու հիվանդությունների միջև ընկած էպիզոդ է։ Ես շատ կուզեմ, որ գա մի ժամանակ, երբ ասեն հիվանդությունը, երկու առողջությունների միջև ընկած անցողիկ էպիզոդ է։ Եղեք առողջ, սա մարդկային գործոններ։ Կենթանական ծագման հումք պարունակող մթերքը համարվում է բարձր ռիսկային։ Վերցրեցի տորթը, պարզվեց ժամկետին նայելով, հասկացա, որ այդ տորթը դեռ վաղը նոր պետք է թխվի։ Որ մեր հասարակությունը դեռ պատրաստ չի, որ ինքը ամեն մի խնդիր տեսնելուց տեղեկացնի տվյալ մարմնին։ Ուրեմն պետական լիազոր մարմնին այս պահին մի փոքր պաշտպանեմ, հետո էլ չեմ պաշտպանում։ 1000 հատել պարոն Վիպոյանի նման հասարակական կազմակերպություններ նորից ստեղծվեն։ Մեկը ոչ մի
օգուտ դրանից չի լինելու։